Ողջույն, եթերում է Նժարի ուժը պոդքասթը եւ այսօրվա իմ հյուրն է իմ կարամ ասեմ լավ ընկեր դոկտոր Մանասյանը, հիմնադիր զավակներ կուսակցության համահիմնադիր, բոլորին դեմ եմ կուսակցության մասնակից, այսինքն շարժման նաեւ մասնակից, բժիշկ, շատ հավեսով տղա, Красавчик, красавелла. Էդ էլ իր հերթին։ Դոկտոր ջան, ասում եմ, այս ծանր ժամանակներում փորձենք խոսել էլ մի քիչ հասկանալ, մի քիչ տենց մեր ազատենք ֆորմատը դոկտոր առաջի անգամ այստեղ։ Փորձենք խոսել հասկանալ, ինձ օրինակ ես բոլորին այդ նույն հարցն եմ տալի, ովքեր էստեղ մեզ մոտ գալիս են իրար զրուցելու, հարցնում եմ, լավ, ոնց հաջողակ բժիշկը, կայացած բժիշկը, շատ նորմալ վաստակող բժիշկը, ուրիշ փողերը չեմ հաշվում, պրոստը տենց էլի։ Որոշեց, որ պիտի բան գործը թողի, սիրած մասնագիտությունը թողի ու գնա զբաղվի քաղաքականությամբ, որովհետև մեզ մոտ տենց մի տեսակ ընդունված է եղել, դա մի քանի հատ թեզ են շրջանառության մեջ դրել, որ քաղաքականությունը անբարոյականություն է, որոշ մարդիկ էլ որոշել են իրանց սեփական օրինակով ապացուցել, որ դա տենց է, ու մեր հասարակությունը հենց տենց էլ ընկալում է, ու հանկարծ մարդ, որը կայացած է, որը արդեն ճանաչված է բավականաչափ, ոչ մի ավելորդ խնդիր չունի, մեկ էլ հանկարծ դրուկ sense որոշում է ու գալիս է մտնում քաղաքականություն։ Ուրեմն առաջինը բժշկությունը չեմ թողել։ Դա սկսենք չեմ էլ թողելու։ Էդի տենց։ Այդ լավ լուրը։ Հա։ Ինչու, որտեվ տենց ճիշտ է։ Երկրորդ քաղաքականություն անելը, քաղաքացին էլ եթե իրան լավ քաղաքացի է, ինքը արդեն քաղաքականություն է անում, բայց եթե դու որոշել ես քաղաքական իրավունքներից օգտվես ոչ միայն քվեարկելու մակարդակում, այլ նաև տեխնացություն ներկայացնելու մակարդակում, էլ ավելի լավ, հա, էդի, բայց նույն քաղաքացին է, որովհետև քաղաքականությամբ զբաղվողի մասնագիտություն չկա։ Համեր ժողովուրդը չի պատկերացնում, որ քաղաքագետը չի քաղաքական գործիչը կամ չգիտեմ, սոցիոլոգը չի քաղաքական գործիչը, ով ուզի քաղաքական գործիչ է, անկախ ֆորմալ կրթությունից։ Այսինքն ոչ ֆորմալ ինքնակրթությամբ, ինքնադաստիարակությամբ էլ կարելի է հասնել բավականին լուրջ մակարդակի քաղաքական process-ների մասին, քաղաքագիտության, հասարակագիտության մասին։ Լուրջ գիտելիքներ ձեռք բերել եւ բավականաչափ կամային հատկանիշներ եւ հետաքրքրություն ունենալու դեպքում կարելի է քաղաքականությամբ զբաղվել, հատկապես եթե դու այսպես ստերեոտիպեր քանդող հավես ունես, խասյաթ ունես։ Օրինակ իմ մոտ, եթե ես ինքս ինձ հետ հարցազրույց վերցնեի կամ ոդքասթ անեի, պատկերացնենք, էլի։ Ես ուրիշ ձև հարցը կսկսեի։ Ես կասեի, ոնց է քուպես մարդը գնաց է դառե բժիշկ։ Օրինակ ես այդպես կսկսեի, որովհետև ես ինձ այդ հարցը Դուք ես ավելի լավ ես ճանաչում։ Հա, այդ հարցը ավելի հանելուկային է, քան թե ոնց է այս Որովհետև եթե իմ կուրսեցիներին, ինձ հետ համածառայակից բանակում համածառայակից ընկերներին, 10 ընկերներին, ոչ բոլոր նրանց ճանաչում ես, որ ասեն Հայկը քաղաքական ակտիվությանը, ոչ ոքի մոտ դա զարմանալի չի լինի, բացարձակապես։ Բայց բացի այն, որ լավ եմ սովորել դպրոցում, ուրիշ հիմք չկար, թե խի Հայկը պիտի գնա օրինակ դառնա բժիշկ։ Բայց տենց ստացվեց, տենց դասավորվեց։ Նինա ջան, եւ արի թիբան վերադառնանք կոնկրետ դրան, հա։ Քաղաքականությունը փաստացի, ես ոնց եմ ընկալում, դա այլոց կյանքին վերաբերվող որոշումների կայացումն է։ Դա մեկ այլ ձևով եթե բացատրենք, դա հանրային բարիքի մասին գործունեություն է։ Հանրային բարիքն էլ իր հերթին այն ամենն է, ինչ բոլորինս վրա է ազդում, անկախ մեր մասնակցայնության աստիճանից։ Այսինքն եթե օրինակ վերցնենք հանրային բարիք, անվտանգությունը, հա, կապ չունի, մարդը բանակ ծառայում է, չի ծառայում, իրանց ընտանիքում տղա եղել է բանակ ծառայելու համար կամ տղա եղել է, բայց գնացել է, թե չի գնացել, մեկ է, օգտվում են անվտանգության այն մակարդակից, որ երկրում գոյություն ունի։ Այսինքն հանրային բարիքի ստեղծման հետ կապված մի նրբություն կա։ Ճիշտ է, որ բոլորը մասնակցեն դրա ստեղծմանը։ Քաղաքականությունը սրա մասին է։ Քաղաքականությունը էկոնոմիկայի պես չի, օրինակ, ինքը մի քիչ ուրիշ ոլորտ։ Ասենք մասնավոր սեփականությունը կարա որոշակի դիրքում դրա նկատմամբ հարգանքը, որ էլի հանրային բարիք է, դիտարկվի քաղաքականության կողմից։ Բայց մասնավորը անձնականը այն ինչ հանրային է, այդ արդեն գալիս է քաղաքականության դաշտ, որտեղ դու որոշում ես կայացնում այլոց ճակատագրերի հետ կապված եւ որտեղ դու մանդատ ես ուզում այդ կայացրած որոշումը կյանքի կոչելու, որ արդեն իշխանությունն է։ Այսինքն իշխանությունն էլ արդեն քեզ մանդատ են տվել, ասեն դու ճիշտ ես գտնում սենց, ասում ես հա։ Ասում եմ դե վեկալ արա։
Արդեն դա էլ իշխանությունն է։ Հիմա այս ամեն ինչը այո մեր իրականության մեջ անբարոյականության նման բան ա եղել, ինչու, որտեղ դրանով զբաղվողները այն աստիճան կամ ի սկզբանե անբարո են եղել կամ էլ հնդածս բարոյա զրկվել են։ Այն աստիճանի են բարոյա, սկզբում բարոյա լքվում են, հետո բարոյա զրկվում են այդ հիասթափությամբ, չէ, բարոյա լքվում են հիասթափվելով։ Հետո ավելի խորանում է իրականության հետ առերեսումը, բարոյա զրկվում են, յանի պրագմատիկ դառնալով։ Հա, արդեն ու վերջի, ասես աստիճանը դա արդեն անբարոյական են ու դա իրանց ամենևին չի, այսպես անհանգստացնում, ուզում, այո։ Հա, դա հիմա մենք ապրում ենք այս երկրում։ Այս երկրում մեր գլխին եկող որոշումներ են կայացվում եւ քաղաքական ուժերի կողմից, որոնք հնչեցնում են այդ որոշումները, բայց լծակ չունեն։ Եվ իշխանությունների կողմից, որոնք լծակ ունեն, այդ թվում այդ որոշումները կյանքի կոչել։ Դրանցից ոչ մեկը մի բանի պետք չի մեր դիտանկյունից։ Սկզբում ուղղակի քննադատում ես։ Հիմա ոնց է իմ մոտ բան եղել, սկզբում հասունանում դա, սկզբում քննադատում ես, տենց որպես Facebook-յան օգտատեր, հետո կամաց որ շատ են լայքում, կոմենտում, դառնում ես բլոգեր, այսպես ասած, եւ երբ որ կարդում, սովորում, ուսումնասիրում ես, մի օր էլ տենց էլի ժամանակը տրամադրում ես դրա, մի տարի, 2 տարի, մի քիչ ավել, 3 տարի, դու հասկանում ես, որ լսի, այս քաղաքականությունը լրիվ ուրիշ բանի, հետակապված լրիվ ուրիշ բանի մասին է ու դա հեչ անբարոյականություն չի։ Գիտեք ինչի նման է, կները շատ եմ խոսում, քեզ ոնց որ վերջ չեմ տալիս, բայց ինչին անա, հիմա դասարանում լավ գերազանցիկությունը, պատկերացրեք գերազանցիկություն, դա ինչ է, ի սկզբանե, լավ սովորելու, ջանք թափելու, գիշերները կարդալու, գրելու, ջնջելու։ Հիմա եթե կեղծիքով են 5 դնում, ասենք բոլոր ծույլիկներին կաշառքով կամ համոզելով կամ սպառնալով 5 են դնում։ Ստացվում է որ գերազանցիկությունը կդառնա անբարոյականություն, չէ՞, որովհետև հիմնական գերազանցիկները դրանք այն ծույլիկներն են, որոնք անբարո ճանապարհով իրանց գերազանցիկ են ներկայացնում։ Ահա մեր միջավայրում այն ապիկարները, որոնք առանց կարդալու, առանց սովորելու, առանց ուսումնասիրելու մտել են քաղաքականություն են անում եւ իշխանություն են վերցնում, այդ ինքնակոչությունը արդեն անբարոյ է։ Ստեղ է անբարոյականությունը, սամազվանեցություն կա այս ամեն ինչի մեջ։ Դուք այդքան չկաք, որ քաղաքականություն անեք։ Ես բազմաթիվ անգամ հրապարակային ասել եմ, եկեք հրապարակային բանավեճի, ձեր ուզած թեմայով, եկեք հրապարակային բանավեճի։ Եկեք խոսանք, տենանք, դուք ինչքան կաք, ես ինչքան կաք։ Ես հələ որպես քաղաքական գործիչ, իմ առաջի քայլերն եմ անում քաղաքականության մեջ, դուք տենց հնուց անուն հանած քաղաքական գործիչներ եք։ Եկել են։ Իհարկե ոչ։ Եվ արդյունքում ինչ ենք ստանում, որ կամ մենք ենք մտնում այդ հարցը լուծում այնպես ինչպես ճիշտ ենք գտնում, օրինակ ենք ցույց տալի, թե ոնց պիտի լինի, կամ մենք շարունակում ենք մեր մասնավոր գործերով զբաղվել, ես իմ բժշկությամբ, դուք ձեր իրավապաշտպանությամբ, մենք շարունակում ենք մեր մասնավոր գործերով, բայց խոշոր հաշվով մեր կենթանության օրոք ոչ մի էական փոփոխություն երկրում տեղի չունենում, գոնե դեպի լավը։ Այդ հաստատ։ Ու ամենակարևոր հարցերից մեկը, այն բոլոր խնդիրները, որոնք կան եղել են 3, կան այսօր, դրանք ավելի խտացված, ավելի ծանրացած լինելու են վաղը, ու այս են տոտալ անպատասխանատվության հատվածն է, երբ որ դու ու քո ամբողջ մի սերունդը այդ պատասխանատվությունը թողում ես քո երեխեքի վրա։ Այսօր դու իրանց համար ստեղծում ես ինչ-որ բարիք, քո աշխատանքով, ինչ-որ բանով, հա, այդպես շորիկները մաքուր են, ամեն ինչ նորմալ է իրանց մոտ, գնում են ման գալու, ինչ-որ հանգստանալու, դուրս ու ներս են անում, բայց բավականին դու այդ ծանր բեռը, այդ պատասխանատվությունը, այդ կռիվը, այդ պատերազմը քո պետություն ունենալու համար թողում ես քո երեխեքի ուսերին։ Այ ամենակարևոր հատվածը երևի ես իմ սերնդակիցներից այդ ակնկալիքը ունեմ, որ իրենք կհասկանան, որովհետև իրականության մեջ որ վերցնես մեր սերունդը տենց բան չէ, խամ սերունդ չի, նենց չի որ մենք ընդհանրապես ոչ մի բանի համար կռիվ չենք տվել։ Մենք ամեն ինչի համար կռիվ ենք տվել։ Փողոցներում կռիվ տալուց մինչև տարբեր ոլորտներում ու տարբեր ուղղություններով պայքարել ենք բարիք ստեղծելու համար, հանրային բարիք ստեղծելու համար, բայց բավականին չի ստացվել։ Հիմա լավագույն տարբերակն է մտնել քաղաքականության մեջ ու հատկապես մոտակա ընտրությունները, դա լավագույն տարբերակն է հնարավորություն ստանալ ու այդ բեռը երեխեքի վրայից ինչ որ չափով գոնե հանել։
Ստեք տես ոնց է, երեխեքի հետ կապված բեռի հարցում մարդիկ շատ այսպես ռացիոնալ են մտածում, որ ասում են օրինակ երեխեքու համար բեռը մտածելով։ Եթե անվտանգությունը որպես հանրային բարիք, պետությունն էլ է հանրային բարիք, առողջապահությունն էլ է հանրային բարիք, այսինքն դա մի բան, օրինակ ապահովագրությունը մարդիկ մուծեն, չմուծեն, եթե 65 տարի լրացած է, իրանք օգտվում են, կապ չունի, իրանք վճարում են, թե չէ դրա համար։ Հեչ կապ չունի։ Ստե շատ հետաքրքիր է, օրինակ էլի ապահովագրության մոդելը։ Հիմա նույն ձևի եթե երեխու մասին է մտածում, ռացիոնալ մտածելակերպը, այսպես ռացիոնալ թարգմանեմ հայ ժողովրդական լեզվում կոչվում է բջոտ։ Ուրեմն այդ ռացիոնալ մտածելակերպը ռացիոնալ մտածելակերպը ինչի է տանում։ Ասում են այ մարդ, եթե հանրային բարիք է, նշանակում ես կարամ ներդրում չանեմ ու դրանից օգտվեմ, չէ՞։ Ասում եմ, հա։ Կարամ բանակ չգնա, իմ տղուն բանակից փախցնե, բայց մեկ այնքան անվտանգությունից օգտվելու է, չէ՞։ Ասում եմ, հա։ Բա ուրեմն ամեն ինչ անեմ, որ իրան բանակից փախցնեմ։ Թե ուրիշ քաղաքացիություն, թե հիվանդության թուղթ, թե ինչ, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Նույն ձևի բժշկության, հա, առողջապահությամբ ես ոնց անեմ։ Գնամ մի հատ թուղթ գրեմ, կարգ ստանամ, մի բան անեմ, այդ կարգ, այսինքն գնում է այս ուղղությամբ, ոչ թե ժողովրդի մոտ մի հատ գիտակցություն է գալի, հան, փաստորեն մենք բոլորս պետք է ներդրում ունենանք, թե չէ դա կքայքայվի, կքանդվի։ Այս դրա փոխարեն ճիշտ հակառակ տրամաբանությունն է։ Բայց ինչի է տենց մտածողություն։ Որովհետև արունը բխտոր է։ Ահա թե ինչու, եթե ավելի անկեղծ։ Որովհետև մտածում եմ, եթե սա քանդվի, չէ, ոնց են երկրները, բա որ քանդվեց այ մարդ։ Բա որ այդ անգլիական համակարգը ճաքեր տվեց, հետո քանդվեց։ Բան ամբարտակի պես ջրամբարի այդ ամբարտակի պես չպահեց ու այդ ամբողջ հեղեղը եկավ, ով է դիմադրելու, ասում եմ ինչի՞ց է պետք է դա քաղաքացիություն եմ հանել, այդ ժամանակ եք թռնենք կեթանք մի հատ ուրիշ տեղ։ Կգնանք ու այդ հարցը կլուծենք։ Այսինքն այս լուծումը կա եւ դրա համար որ այս մերն է ու մերը պետք է լավը լինի, մերի մեջ մենք բոլորս պետք է ներդրում ունենանք։ Այս հարցը չկա։ Եսի բարոյա խերատական բան չեմ ասում, եսի ռեալ ասացի դա ոնց է, այդ ռացիոնալ մտածելակերպն է եւ ես ցավով արձանագրում եմ, որ հայ ժողովրդի մի զգալի մասը հենց այս ռացիոնալ, իսկ ժողովրդական լեզվով ասած բջոտ տակտիկայի, ռազմավարության հետևից է գնում։ Հիմա ինչքան կարանամ շնից մաս փոկելն է քյար սկզբունքով, հետո որտեղ հաց ընդեղ կաց, ստեղ լա չլնի կդան կգնանք մի ուրիշ տեղ, այս ձևով մարդիկ հարցը լուծել են։ Բայց այս խնդիրը գիտես ինչի, որտեվ եթե առաջ իրանք հույս ունեն, որ կարեն գլուխները առնեն, ինչ որ երկրները ավելի անվտանգ են, գուցե ավելի տենց բարեկեցիկ են կթողեն կգնան, այսօրվա աշխարհը տենց բան չի թույլ տալիս, էլի, այդ ֆունկցիան չի տալի քեզ։ Ոչ միտեղ այդ աստիճանի լավ չի, ինչքան օրինակ 15 տարի առաջ։ Դե չեն գնա դրա հակառակ լուծումը, դրա լավ, դրա պլան B-ն ո՞րն է։ Դե լավ, չեն գնա, ինչ պետք է լինի, թուրքը պետք է գա գրավի, թուրքը կգրավի, թուրքի ձեռի տակ կապրեն, ով կգրավի, ռուսը կգրավի, ռուսի ձեռի տակ կապրեն, չինացին կգրավի, չէ, արևմուտքը կգա գրավի, Եվրոպան կգրավի, Եվրոպայի ձեռի տակ կապրեն, ով կգրավի, թող իրանք որոշեն ով է գրավում։ Ասում է, բանը, գազը թանկացել է ավտոմեքենա, ասում է, մեկը ես 3000 դրամի եմ լցնում։ Հիմա որ մեկը, այս մարդկանց որ մեկը, իրանք մեկը 3000 դրամի գազ են լցնելու։ Այդ գազը կլինի փարսկական, ադրբեջանական, չգիտեմ, ռուսական, մեկը, ինքը 3000 դրամի է լցնում։ Իր համար մեկը ամեն ինչ ընդեղ, հակառակը դու ցույց տուր իրան հանրային բարիք, ու ինքը այդտեղ կգտնի ռացիոնալ լուծում, բանի մեջ այդտենց կոչվում է հասարակագիտության մեջ կոչվում է Անտոն Սուղևորի խնդիր, free rider problem։ Անտոն Սուղևորի խնդիր է կոչվում, երբ որ դու երթևեկում ես առանց տոմսի, այսինքն բոլորը տոմս են վճարում, դրա հիման վրա տրանսպորտ է ձևավորվում եւ մարդկանց A-կետից B-կետ է տեղափոխում։ Դու որպես Անտոն Սուղևոր օգտվում ես դրանից առանց վճարելու։ Ու այս Անտոն Սուղևորի խնդիրը ընդհանրապես մեր ազգի, ընդհանրապես ոչ միայն մեր ազգի, երիտասարդ ազգերը երիտասարդ պետականությունները, ոչ թե երիտասարդ ազգերը, թեև այստեղ ճիշտ է ասել նաև երիտասարդ ազգ, եթե ընդունենք, որ ազգը դա պետականորեն կազմակերպված ժողովուրդն է, այսինքն հայ ժողովուրդը Տիգրան Մեծի ժամանակ, Հայկ Նահապետի ժամանակ, ինչ որ ժամանակ, որը ուզում եք ընտրեք, պետականորեն կազմակերպվել է եւ ասենք մեծ հայքի տիրույթում, որտեղ հաստատ
արևելքն ու հարավը իրար բարեկամ չէին, ոչ էլ նույն նախնիներից էին համոզված եմ, էլի, գենետիկորեն գոնե չի կարա տենց լինի։ Ասենք այնպես չի որ մի հորից մորից այդ բոլորը բազմացել էին։ Հա այդ ժողովուրդը պետականորեն կազմակերպվեց հայկական թագավորությունների ժամանակ, այդ ընթացքում դարավ ազգ։ Հետո պետականությունը կորցրեց, կամաց ազգը փլուզվում դառնում էր էլի ժողովուրդ, որպես էթնոս եւ այլ։ Հիմա նորից պետականորեն վերստին կազմակերպվելու եւ վերստին ազգի վերածվելու, այսպես բանի առաջ ենք կանգնած, խնդրի առաջ ենք կանգնած։ Այսքանով այդ երիտասարդ ազգերին բնորոշ է մի շարք խնդիրներ, այդ թվում նաեւ այդ Անտոմ Սողևորի խնդիրը։ Ինչի՞։ Որտե պետությունն էլ ինքը մի հատ հանրային բարիք է, որը բոլորի ներդրումներով է կայանում։ Նո գոնե հանրապետությունը։ Եթե միապետությունները թագավորի ու նրա շրջապատով կայացնում են, մյուսներին ասում են ոնց ասենք այտենց լինելու է, հանրապետություններում հանրությունն է այդ պետության ներդրողն ու կերտողը, էլի։ Ու բայց մենոնք հենց այդ տեսնում են, որ ահա այս հանրային է, հա, որովհետեւ կարելի է թռցնել։ Միգուցե կոլխոզից է գալի։ Միգուցե սովխոզներից են, չգիտեմ, սովետական բարքերից է գալի, բայց այնպես չի որ սովետական բարքերն են բերել կոռուպցիան ու գողությունը, էլի, դա միշտ էլ եղել է աշխարհի բոլոր երկրներում եւ բոլոր դարերում, բայց այսպես սիստեմատիկ, համակարգված, լուր համաձայնությամբ խոսել պետք չի նույնիսկ, հանցավոր համաձայնության գալու համար մերոնց մոտ նույնիսկ խոսել պետք չի, ակնարկների միմիկայով հասկանում են, որ դիմացինը փող է ուզում, նա էլ միմիկայով հասկանում է Իշքան է ուզում ու իշքան է ինքը պատրաստ է։ Դա միմիկայի մակարդակով տելեպաթիայի մակարդակ է հասել։ Հա, այսինքն մենք ինչ որտեղ սուտքի բան ունենք։ Հա, ալմոլորակայինների մակարդակի ենք հասել, որ մենք հերավորության վրա արդեն հասկանում ենք, բայց խոսքը գնում է մենք կոնկրետ ապականված այդ երևույթների մասին, Անտոմ Սողևորի խնդրի մասին, մենք դա շատ լավ հասկանում ենք։ Դրա համար չի ստացվում ոչ մի նորմալ բան։ Առանձնահատկությունն է, որ բժիշկը միշտ տալիս է այն դիագնոզը սենց շղկացնում է, այլ այնտեղ բաները։ Կարող է սխալվում եմ։ Միգուցե ճիշտ չեմ ասում, միգուցե չափազանցեցնում եմ, բայց Չէ, չափազանցնելը հիմա կերևա հակառակ ուղղությունից որ գանք։ Լավ, բա եթե ամեն ինչ այսքան վատ է։ Իմաստը ո՞րն էր քաղաքականության մեջ։ Եթե ամեն ինչ այսքան վատ է, ույս չկա, այն ֆիլմի նման ասում է «Всё пропало, всё пропало»։ Ուրեմն որտեղ է լուծումը։ Լուծում կա, այնպես չի որ չկա։ Բայց լուսումը դուր չի գալու որ ասեն։ Մանավանդ նախընտրական շրջանում ինչ են ուզում մարդիկ։ Միշտ ժողովրդին ջան ասեն, դու հզոր ես, դու անպարտ ես, աստվածները հայերեն էին խոսում։ Մի խոսում մեծամոլական ինչ հնարավոր է։ Նայ առանձին վերցված ես ուրիշ ազգերի հետ գործ չունեմ։ Ընդ ինչ արատներ կա, ինչ չի հետաքրում։ Ես իմ ազգի համար եմ սրտացավ։ Հիմա իմ ազգի մեջ ինչ եմ ես տենում։ Մեծամտություն, դատարկ, փուչ, անգրագետ մեծամտություն։ Դպրոցում հələ հասկանում է ես մեկ ծույլիկ եմ, նա գերազանցիկ է, որտեվ գնահատական դնող կա։ 18 տարին լրացավ, այդ գնահատական դնողը չկա։ Բանակում մի քիչ ասենք, ուսանողական կյանքում ով որ ուսանող է դա, հետո չկա գնահատական դնողը։ Հարստությունը պիտի լինի, բայց հարստությունն էլ չի, որովհետև մեկը ինչ գնով ասես, ինչ հարստություն կա, ասես կարա ձեռք բերի, այն մեկը շատ առաքինի բան, այդ հարստությունը ոչ մի ձևով իր ճակատի քրտինքով չի կարող կուտակի այնքան քրտինք, որ դառնա ենթադրենք Forbes-ի ցուցակում հայտնվելու համար միլիարդներ։ Սկիզբը էսա է մեծամոլականությունը։ Այսինքն անհատական մեծամոլություն, որը թույլ չի տալի, որպեսզի ազգը հիերարխիկ ձևով կազմակերպվի, իսկ պետությունը առանց հիերարխիկ կազմակերպվելու անհնար է։ Մինչև մեծ ու փոքր չլինի, մինչև չլինի խոսքը մեծին ջուրը փոքրին սկզբունք, ինչը ճիշտ է մեզ ավանդված, բայց մենք դա չենք պահում, որովհետև ասում են ով տո ջուրն էլ ինձ, խոսքն էլ ինձ, սաղ ինձ, որովհետև չգիտեմ ինչ։ Սրա էլ ձերտվով է։ Սա մեկ խնդիր։ Սա մի հատ խնդիր, եւ երկրորդը, որ եթե մի հատ մեծ սուտ ես ասում, որ օրինակ աստվածները հայերեն են խոսել, այսինքն համընդհանուր այդ մեծամոլական այդ փառասիրությունն ես բավարարում, ծափ են տալի։ Մեր քաղաքական գործիչները հիմնականում ամենաշատ ժողովրդի կողմից սիրված, YouTube-ներում ամենաշատ դիտելիություն ունեցող գործիչները հիմնականում ժողովրդին գովող, ժողովրդին մեծարող ու աստվածացնող գործիչներն են։ Այն դեպքում, երբ այս ժողովրդին պետքա սաստել, պետքա սթափեցնել, պետքա բարոյականություն, նա անբարոյությունը ցույց տալ եւ նրան դեպի բարոյական դաշտ, ոնց որ Շանթներ ասում, արժեքների նոր արժեքների վերադարձի ճանապարհ ցույց տալ։ Կներես, բայց այդտեղ պիտի մի հատ միջանցը։ Այդ սաստելու համար, այդ ուղին ցույց տալու համար դու պիտի այդ սաստողը
պիտի այդ բարոյական արժեքները կարող է լինի, դու պիտի վաստակած լինես այդ իրավունքը սաստելու։ Կներես լիքը քաղաքական գործիչ կա, ով այդ ու նաև այս ընդդիմության տարբեր այդպես բաներ եղան, հավաքներ եղան, այս ընթացքում ինչ որ բաներ եղան։ Ես միշտ ասել եմ, այն ինչ որ ասում են ճիշտ են ասում, բայց իրենք դրա բարոյական իրավունքը չունեն։ Առնվազն գոնե այս պահին բարոյական իրավունքը չունեն։ Հիմա եկանք երկրորդ հարցը։ Այ այդտեղ։ Հիմա տեղ ինչին է։ Սա ընդհանուր համաժողովրդական վիճակը, որտեղ մտնում են բոլորը, գեներալից մինչև շարքային։ Բոլորը մտնում են այս արատավոր երևույթի ծանրակշռ ազդեցության տակ, այսինքն դե կան բացառություններ կամ կրեատիվ փոքրամասնություն, բայց գերիշխում է այս խառնամբողը, այս ամեն ինչին առանց ընտրողականության, այսպես խառը վերաբերող խառնամբողը ասեցի։ Երկրորդ հարցը արդեն էլիտաների հարցն է, որը միշտ չեմ ուզեցել այս բառը ասեմ, ես ատում եմ ընդհանրապես այդ դասակարգումը, բայց ճիշտը դա է։ Առանց էլիտա ոչ մի ժողովուրդ, ոչ ազգ կդառնա, ոչ պետություն կունենա։ Հիմա խնդիրը մեծ խնդիրը, ստեղ բացի ուրեմն ընդհանուր ժողովրդից, մի հատ ժողովրդի մեջ առանձնացնենք էլիտա։ Այս էլիտայի խնդիրը ավելի բարդ խնդիր է։ Ինչով, նայ, որ վերադառնում ես համաշխարհային պատմություն, հանրապետությունների հիմնում, անկախության պատերազմներ, ազգային պետությունների հիմնում եւ այլն, դու տենում ես ամեն երկրում եղել էլիտա։ Այդ էլիտան կերտել է իր պետությունը։ Այդ պետականորեն կազմակերպվել է, ժողովրդին համախմբել է, դարել է ազգ արդեն այդ դասական իմաստով եւ մարդիկ մի խոսքով շարունակել են ապրել։ Հիմա ոնց է ինչ ցիկլերով է դա տեղի ունենում։ Սովորաբար դա սկսում է էլիտայի ձևավորումը, ոնց է լինում։ Անկախացող ժողովուրդների վրա ասեմ, հա, չխորանամ են կայսրություններ, ասենք, անկախացող ժողովուրդների դեպքում ոնց է լինում։ Լինում է անկախության պատերազմ։ Ցանկացած անկախացող ժողովրդի ումից որ անկախանում ես, նա քեզ սկսում է խնդիրներ ստեղծել ու սկսում է անկախության պատերազմ։ Անկախության պատերազմի մահվան վտանգը մարդկանց ստիպում է մոբիլիզացվել եւ այդ ստրեսը ինքստինքյան ձևավորում է էլիտա հրամանատարների, այսպես ասած, եւ ժողովրդի քաղաքական առաջնորդության եւ ասենք այդ քաղաքական առաջնորդներին համակրողների նրանց հետևից գնացողների։ Սա մի մոդել ձևավորում է էլիտա։ Մեկ այլ մոդել, որտեղ արդեն պետությունը կա բան, բայց հեղափոխություն է լինում, հեղափոխությունը էլի դալիս է որպես էգզիստենցիալ վտանգ կանգնում է մարդկանց գլխին, ուժերի մեջ ով հաղթում է, նրա այդ հաղթանակողների առաջնորդական թիմն էլ դառնում է հիմնադիր էլիտան։ Ուրեմն սկիզբը ազգերը իրանք իրանցով հռկոպալի չեն ձևավորվում, այլ հիմնադիր հայրերի կողմից ստեղծվում, կազմակերպվում, մոբիլիզացվում եւ կառուցված համակարգ են դառնում։ Պետությունները սենց են, ազգերն ու պետությունները։ Չկան հիմնադիր հայրեր, ժողովուրդները ворփ են քաղաքականապես։ Կան հիմնադիր հայրեր, ժողովուրդները տեր ունեն։ Հիմա երկու ճանապարհ ասեցինք՝ հեղափոխություններ եւ պատերազմներ, ազատագրական պատերազմներ։ Այս հիմնադիր հայրերը որոշակի ստանդարտ են ձևավորում ամբողջ ժողովրդի եւ հետագա սերունդների համար։ Այդ ստանդարտը ժամանակի մեջ կենսունակ է լինում, այդ իրանց դրած հիմքերը, ստանդարտները 250 տարի ապրում են Ամերիկա։ Բրիտանիայի դեպքում ավելի երկար հարյուրամյակներ, ասենք Կրոմվելը իհարկե չեն ընդունում, բան չեն անում, բայց Կրոմվելը մի հատ բան արել, որից հետո Բրիտանիան ասած գլխի վայր դեպի լավը շուռա եկե, ինչ արել, հրապարակում թագավորին գլխատել են։ Ասել տեսեք, որ արունը կարմիր է, կապույտ չի։ Մեր արյանպես կարմիր արուն։ Ասած ես իմ բառերով եմ ասում, հա, մի քիչ չափազանցնում եմ։ Բայց Կրոմվելը բանա փոխե, այդ մեծ հեղափոխությունը, ցնցումը, ստրեսը ժողովրդի մեջ բանա փոխե, հետագայում իրար այսպես իրար ձեռից խլելով էլիտայա ամրապնդվե կամ թարմացե, որը հետագա հարյուրամյակների մեջ Անգլիայի ընթացքը որոշեց։ Հիմա մեր հիմնադիր հայրերը, այսպես ասած, որ վերադառնանք անկախության շարժում 90-ական թվականներ։ Մեր հիմնադիրները, ով էին, լավ էին, վատ էին, գող էին, ավազակ էին, այնպես չի, որ ամեն երկրում սրբեր են ելնում, բայց նրանց դրած պրոյեկտը աշխատեց մինչև 2018-2020 թվական։ Կարամ ասեմ աշխատեց մինչև 97 թվական։ Մի խոսքով 30 տարվա պիտանելիության ժամկետ էլ չունեցավ։ Ով էր մեղավոր, Նիկոլն էր մեղավոր, նախկիններն էին մեղավոր։ Էսի հարցի մյուս կողմն է,
Դուք եք հիմնադիր հայերը, դուք եք պրոյեկտը գծե։ Ձեր գծած պրոյեկտի կենսունակությունը ինչքան տևեց, 30 տարի չտևեց այգեր։ Էսեր, ժողովուրդ ջան, հիմա կամ պատերազմ, կամ հեղափոխություն, նոր էլիտա ձևավորելու համար։ Էվոլյուցիոն ճանապարհով չգիտեմ, կփորձենք որքան հնարավոր է ինչքան ստացվի։ Այսինքն Նինա ջան, մեր այսօրվա ընտրության մասնակցել չմասնակցելով մեծ փոփոխություն չի լինի։ Բայց միգուցե մեր այս վեր հանած հարցերը, քննարկումները մարդկանց մոտ մի քիչ մտահորիզոն փոխի, ոնց որ մեր մոտ է մտահորիզոն փոխը, իմ մոտ, լավ։ Երբ որ ես 1-2 սկսել եմ կարդալ, ուսումնասիրել, փորձել եմ հասկանալ, որտեղից է գալի։ Էլիտան պատերազմից կամ հեղափոխությունից է ծնվել։ Նիկոլ Փաշինյանի էլիտան, որ ձևավորվել է, բարձր вообще էլիտա չի, օխլոկրատիա էր, հա։ Չնայած ի սկզբանե կարելի էր կանխել, դա օխլոկրատիա է, դա էլիտա ընդհանրապես չկա, արիստոկրատիան դա ընդհանրապես չկա։ Հիմա էսա ժողովուրդ, հայ ժողովուրդը կձևավորի էլիտա։ Եթե կձևավորի հայ ժողովուրդը նոր էլիտա, որոնք կդառնան ազգի հիմնադիր հայրեր, առաջիկա քանի տարվա համար չգիտեմ դա կախված է իրանց ծրագիրը ինչքան կենսունակ կլինի։ Հայ ժողովուրդը կհարատևի պետականության շրջանակներում էլի որոշակի ժամանակ կախված ինչքան կենսունակ կլինի այդ նոր մոդելը։ Չի լինի այդ նոր հիմնադիր հայրերի, դրա համար մենք ասում ենք սկզբում հիմնադիր զավակներ որպես ձևակերպեցինք մեզ, հետո հիմնադիր ազատակարգ կուսակցություն, այսինքն վերջը հիմնադիրներ են պետք, երկրին պետք են հիմնադիրներ։ Այն հիմնադիրները, որոնք 90-ականներին հիմնադրեցին, իրանց սարքած շենքը տենց էլ ավարտուն չեղավ, մի հատ մեծ երկրաշարժից էլ հիմնահատակ փլուզվեց։ Մենք հայտնվեցինք ավելի վատ վիճակում, քան 1988 թվականին էր։ Քան 90-ականների 8-8 տարիները շատ ավելի մենք ավելի ծանր վիճակում հայտնվեցինք, բայց դա իրանց սարքած շենքն է։ Այսինքն ասելով, տենց ասելով նայ մենք ըստ էության նու հեղափոխությունը հանում ենք, որտեվ էլիտան թեկուզ հանենք թողենք, բան չի փոխվում։ Բան պարզվեց, որ էլիտան էլիտա չէ, թագավորը մերկ էր, մնացած ամեն ինչ է, հա, ասում է, խաղը ծախած էր, ստուդիան առած էր, էս բանի մեջ, բայց պատերազմ տա եղավ։ Պատերազմ եղավ, այո, եւ ինչ փոխվավ այդտեղ։ Ինչ նոր վերնախավ ձևավորվեց, ավելին, ինչ ունի կարդացած հայ միջին մտավորականը, միջին կրթվածության ինտելիգենտը, հա, որ իր ուղեղի աշխատանքով է, այսպես ասեմ, կամ այն ֆերմերը, կամ այն գյուղացին, ինչ կրթվածություն ունի քաղաքական կրթվածության առումով, որ նրանից ինչ դուրս գա։ Դու հիմա ասավ բրդում ես ժողովրդի վրա, հələ մի րոպե։ Այդ ժողովուրդը, սպասի, այդ ժողովուրդը ես որ ասում եմ, դա էլի շարքայինից գեներալ, այդ բոլորը ժողովուրդ են, եւ եթե առանձնացնում ենք, ուրեմն կան տարբեր ժողովուրդներ, ասենք Նիկոլն իր ժողովուրդն ունի, շարքայինից գեներալ, Սամվել Կարապետյանը իր, ոնց ուզում եք բաժանեք։ Երբ որ դու նպատակ չես դնում, դու որպես իշխանություն, երբ որ գալիս ես իշխանության, որպես պետության կառավարման հնարավորություն ունեցող չես դնում նպատակ կերտել քաղաքացի, ոչ թե կուշտ փորով քնող արտնացող մարդ, այլ քաղաքացի, որովհետև դա քեզ ձեռնտու չի, որովհետև դու գիտես որ քաղաքացին հետևողական է։ 25 հոգանոց դասարան է։ Հա։ Լսի, 25 հոգանոց դասարան։ Կներես այսօր բողոքել նրանց որ մարդիկ փողոց դուրս չեն գալի ու Նիկոլին չեն հանում շպրտում դուրս, դա ձեր ստեղծած բարիքն է։ 25 հոգանոց դասարանում գերազանցիկներն են ավելի շատ, թե չգերազանցիկները։ Չգերազանցիկները բնականաբար։ Հետևաբար, եթե դեմոկրատական ընտրություններ անցկացվեն 25 հոգանոց դասարանում, գերազանցիկների շանսերն են ավելի շատ դասարանի ավագ դառնալու, թե չգերազանցիկների։ Չեմ կարող ասել։ Եթե բարոյականություն չկա, եթե ինքնակրիտիկա չկա, որ արա դե նա ինձ խելացի է, էլի։ Եթե այս ինքնակրիտիկան չկա, իսկ մեր ժողովրդի մեջ այս ինքնա քննադատությունը չկա, եկեք ընդունենք ժողովուրդ մեծամասամբ չկա, մարդիկ ամեն մեկը ամենավերջին անգրագետին տվում է, դե ինքը այնքան բան է հասկանում են, դիմացինն է հիմար։ Լսում է քեզ բան չի հասկանում, ոնց որ այս հաղորդումը լսելու են, ու մարդիկ է լինելու որ ոչինչ չեն հասկանում, ու գիտես ինչ են գրելու տակը։ Հիմար դուս են տալի։ Մեզի էլի։ Յանի մենք հիմա պարապ ենք, մնացել ամբախ զամբախ խոսում ենք։ Չհասկացավ, ցանկացած մեկը դե սոցիալական հարթակներում դա ճճում է, էլի այս օրինաչափությունը։ Ցանկացած մեկը քո խոսքը լսեց չհասկացավ, գրում է որ դու սխալվում ես։ Չի մտածում, արա կարող է բան ասում, ես չեմ հասկանում։ Հիմա, եթե դասարանը այս բարոյական նկարագիրն ունի, որտեղ գերազանցիկները միշտ ավելի քիչ են, քան թե չգերազանցիկները, ավակում են ընտրելու։ Էլիտաները երբեք շատ չեն լինում։ Ավակում են ընտրելու։ Ընտրելու են նրան, ով կկարողանա պարտադրի։
Իրանց միջից են ով ընտրելու։ կարողանա պարտադրել։ Նրանք ընտրելու են իրանց միջից, իսկ իրանց միջից եկածը ոնց կարա մյուսներին տանի դեպի գերազանցիկություն։ Հակառակը, ասել է ոնց անենք, որ մենք էլ կոչվենք գերազանցիկ։ Ասել է գնահատական չկա, վերջ։ Գնահատականները վերանում են, բոլորդ վարչապետ եք։ Բոլորդ տեսեք, հասկանաց, գնահատական չկա էլ։ Ծույլիկից միջև գերազանցիկ բոլորը դասարանի ավակ եք, բայց սուտ էլի։ Էսա մեր խնդիրը եւ լուծումը դրա այդ գերազանցիկները փոքրամասնության իրաց փոքրամասնություն եղած հալով պիտի կարողանան տփեն այն մեծամասնությանը, որը գերազանցիկ չի։ Տեխնոլոգիա գտնեն, լուծում գտնեն, տփեն, ճիպոտեն ու ճիպոտով բերեն, հավաքեն, կազմակերպեն որպես քաղաքականապես ձևավորված, կազմակերպված ազգ, համակարգ, որը այս տարածքի վրա կասենք հանրապետություն։ Ուրիշ ձև չկա Նինա։ Այդ ճիպոտելու մասը անենք, մտածենք ուրիշ հարմար սիրուն բառ։ Ուրիշ ձև չկա, լսի, դու ցանկացած թագավոր, կաթողիկոս, ինչ այն միջնադարից, նրանց ձեռից նշանները որ նայում ես, մեկը գավազանն է։ Գավազանը տպելու համար չէ։ Բա ինչի համար է։ Չոբանի փեդը ինչի համար է։ Պապիա չի կարող քայլի տպելու համար է։ Բա էտա։ Գավազանը դա է։ Գավազանը դա է։ Իշխանությունը գավազանն է, իշխանություն։ Նայ, միացած հասկացություն կա, ես էլ եմ օգտագործել։ Պատկերացնում իշխանությունը դա բռնության հետ կապան։ Բա ինչա։ Բա ո՞նց։ Լսի, ոչ մի միլիոնանոց համայնք առանց բռնության իրան չի պահի։ Լսի, միլիոնի մեջ 900,000-ը, լավ 990,000 իրանց կպահեն է ճիշտ։ 10,000-ը ընեց կպախտորի այդ միլիոնանոց համախմբումը։ Այնքան հանցանքներով ու զանցանքներով կփչացնի, այնքան սուտ ու պարակտիչ դուր։ Ուրեմն սրանց դեմ ո՞նց ես անելու, համոզելով, բացատրելով։ Գավազան։ Օրենքով։ Այդ օրենքը գավազանը հարկադրման լծակ է, ուժային ռեսուրս է։ Բո այդ եմ ասում էլի, այդ եմ ասում։ Սանկցիան էդի գավազան է։ Հիմա նայ, միտքս դա է։ Դիա ճիպոտակիր կարաս, գնացիր։ Ուրիշ ձև չկա։ Ուրիշ ձև չի լինելու։ Առանց ճիպոտ այս ժողովուրդը պետություն ու ազգ չի դառնալու։ Անհնար է։ Բացառված է։ Ու մի հատ էլ կարևոր բան կա, շատ կարևոր, այսօր բացվել եմ էլի։ Ես վերջերս ընկերոջս հետ խոսակցության մեջ էսի բան արեց, որ դե ոնց է իշխանությունը ծառայում է ժողովրդին, չէ՞։ Տենց է, չեն դունած իշխանություն ծառայ։ Մենք ընտրում ենք, որ նրանք մեզ ծառայեն։ Ընկերս ասեց ու հիմա ձևակերպեմ։ Եթե մենք մտածում ենք, որ իշխանությունը ընդհանրապես իշխելու համար է, էլի ծառայելու համար չի։ Դրանք կոչվում է իշխանություն։ Մենք մեր էլի այդ մեծամտությունից այդ հիերարխիա մեծ ու փոքր չճանաչելուց այնքան ենք տարվես sense այս անկապ մտքերով որ ասում ենք իշխանությունը պետք է ծառայի դրա համար դու կունենաս անիշխանություն դրա համար դու երբեք չես ունենա մի զորավոր մեկին ով կգա ու քեզ կառաջնորդի ուր որ պետք է ուր որ քո լավն է քո ապահովությունն է քո ազատությունն է այդ ազատությունից օգտվելը դու միշտ ծառաներ խեղճ ու կրակների ես ընտրելու, որ գան քեզ ծառայեն, նրանք եկո հիմար չեն։ Այդ նույն ճիպոտն ու գավազան ընկնում է ձեռները, արդեն ոնց ուզում իրանց հիմար կմաճիկով, որտեղ իրանք ծառայացու էին, իրանք իշխան չէին։ Բա ինչ ես առաջարկում, ինչ պիտի լինի։ Այսինքն մենք ինքներս պետք է հասկանանք, որ մենք մարդիկ պետք է ընտրենք ու մարդիկ ենք ընտրում, որ մեզ իշխեն, ոչ թե ծառայեն, որ մեզ իշխեն, մեզ տիրություն անեն, մեզ առաջնորդեն։ Մենք խո չենք ընտրել որ գան մեզ ծառայեն, ծառայելու համար լիք մարդ կա։ Ձերը չի երևում, այնքան ծառայելու համար մարդ կա։ Հասկանում ես, մենք իրար կարանք ծառայենք։ Իշխանությունը պիտի իշխի, պիտի առաջնորդի ժամանակով, լիազորությունների սահմանում, իրավունքի գերակայության տակ, բայց պիտի իշխի։ Այսինքն, եթե մենք էսել ենք հանում, որ չէ ինչ ես ասում, իշխանությունը իշխելու համար չի, իշխանությունը մեզ ծառայելու համար է, էլի ապականում ենք իշխանություն հասկացությունը, իբրև թե ավելի ազատ ենք մտածում, բայց սա մեզ տանում է ստրկություն, որովհետև իշխելու համար սկսում ես ստրկահոգի, ճորտամիտ մարդկանց ընտրել, որ գա քեզ ծառայի, չէ՞։ Ծառայամիտների ես ընտրում, որ գա քեզ ծառայի։ Իսկ ծառայամիտը, երբ որ հայտնվում է իշխանական հիերարխիայի գագաթին, այդ թողու փախի, այդ վերջի 8 տարին մեզ լավ օրինակ, թե ծառայամիտը ինչի է վերածվում, բանսարկուն ինչի է վերածվում։
Այ բոլորին դեմ եմ հարթակը ինչի է հետաքրքիր, որ կարող են հանդիպել մարդիկ, ես օրինակ դոկտորի հետ լիքը հարցերում հիմա համաձայն չեմ, բայց մեր ժամանակը մոտենում է ավարտին, կարող են հանդիպել մարդիկ, ովքեր ու աշխատել իրար հետ մի թիմ կազմել մարդիկ, ովքեր շատ իրարից տարբերվող տեսակետներ ունեն, ու սա ամենահետաքրքիրն է այս բոլորին դեմ եմի պրոյեկտի մեջ, որ մենք կարող ենք իրար հետ համամիտ չլինելով շատ հարցերում աշխատել, միասին աշխատանք անել, քննստել, քննարկել, խոսել, բանավիճել, ափսոս ժամանակը քիչ է, թե չի ասում շատ ավելի հետաքրքիր բանավեճ կարող լիներ։ Ապրես դոկտոր ջան, շատ շնորհակալ եմ։ Բոլորիս համբերություն, պապիկս ասում էր Աստված որը բարենա թողել անի, ինձ թվում է մենք կարանք երկար բանավիճենք, բայց ինչ էլ որ լինի, ինչ լուծում էլ լինի, թող մեր պետության, մեր ազգի համար լավագույն լուծումը լինի ու լավագույն շարունակականություն էլի ապահովում մեր ժողովրդի։ Հազար ներողություն։ Ես էլ եմ նեղված ժամանակ այդպես պատկերացնում, բայց եթե հույսներս դրել ենք, որ այ Աստված որը բարինա թողեն անի, հազար ներողություն։ Մեր աշխատանքն ենք անելու, ես դրանից չեմ հրաժարվում։ Եթե հույսներս դրել ենք, ահագին խնդրեմ, դե այս այդ վիճակներից է, ահա թե ինչա եղել։ Չգիտեմ ինչքանով է էսի բարի, եթե հետ նայենք, հա, 91 թվականից կարանք նայենք ինչեր է եղել։ Տենանք ինչքանով էր էսի բարի մեր երկրի, մեր համար, երևի բարինս էր, ավելի բետար կարար լիներ։ Միգուցե, չգիտեմ։ Չէ, բայց լավ, էս էլ ասում եմ, նայ պետականություն ունենալու կարևորությունը գնահատելու համար ցանկացած ժողովուրդ պիտի անցնի ծանր ժամանակներին, պիտի հասկանա ինչի համար է անպետք պետականությունը։ Այ այն դժվարությունները, որոնք մենք անցանք, այդ շատ ծանր ու անդառնալի կորուստները, որ ունեցանք, գուցե հենց այդ ապտակներ, որը պետք է ստանալ բոլորիս, որ հասկանանք ինչի համար է այ ամուր ազգային պետությունը պետք է հակառակը հիմա մարդիկ ոնց են մեկնաբանում այսինքն կոնկրետ կներես Նիկոլ Փաշինյանը ոնց է մեկնաբանում այսինքն ասում է դա պետականություն ունենալու խնդիրներ այ խնդիրներն է պետականությունը լսի դա ամբիցիա է առաջի հերթին եւ եթե ազգը ժողովուրդը ամբիցիոզ չի իրան պետություն պետք չի 100 հատ պետություն կա աշխարհում շատ են էլի հարյուրավորներ են հարյուրավոր պետություններ կան մեկի կազմ կարելի է մտնել տենց տենալ ով է իր ժողովրդին լավ վերաբերվում տիրություն անում մտնել մեկի կազմ ապրել պետականությունը դա նախ ամբիցիա է ու էլի այդ էլիտայի ամբիցիան է որովհետև ժողովրդի մեծամասնությունը կհամաձայնվի միտեղ տեղավորվի էլիտան պետք է չտեղավորվի այլոց ենթակայության տակ ապրելուն որ պետություն կերտի բայց մեր էլիտան էլ արտաքին հովանավորների փնտրտուքում կակրած տերա մանգալի հասկանում ես բա որտեղից ստեղ պետություն ձևավորվի այնց որ դա պետությունը դա ամբիցիա է դա հոգս է դա խնդիրների լուծում չի դա ուրիշ տիպի խնդիրներ են բայց արդեն դա քոնն է էլի քո ինքնության հետ ուղիղ sense քո ինքնությունը արտահայտող երևույթ է մի խոսքով մի հարցում մենք հաստատական միասնական ենք որ մենք պետություն պիտի ունենանք, մենք այդ պետությունը կառուցելու մեջ ներդրում պիտի ունենանք, մեծ ներդրում պիտի ունենանք, անձնական ներդրում պիտի ունենանք, ու այս հարցում անձնական ներդրումը, այո, մասնակցայնությունը պարտադիր է։ Հենց որ ասում եմ Ժորժ ջան, 2 հոգի պլյուս, դե մնացածն էլ գիտեք։ Լավ եղեք, կհանդիպենք։